Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բլումբերգ միջազգային պարբերականն էր հայտնել, թե Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսներին Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը։ Պարբերականը գրել է, թե սահմանի վերաբացումը հող կհարթի Կովկասում առևտրի վերսկսման համար։ Պարբերականը հիշեցնում է նաև, որ Թուրքիան է փակել սահմանը 1993 թվականին Արցախի հակամարտության պատճառով։ Բլումբերգը հղումանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը գրել է, թե հայ եւ թուրք հատուկ ներկայացուցիչները այցելել են Ակյակա Ախուրյան սահմանային անցակետ եւ հանդիպել հայկական սահմանամերձ Գյումրի քաղաքում Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնումը քննարկելու համար։ Ռելսերի փոխարինում ըստ պարբերականի կարող է տևել մինչև 5 ամիս։ Ադրբեջանի հետ դիվանագիտական բեկումը եւ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարևոր խթան կտան հունիսին կայանալիք ընտրություններից առաջ։ Եթե նա հաղթի, Ադրբեջանի նախագահ Ալիևը կկարողանա աշխատել Փաշինյանի հետ եւ ձևակերպել խաղաղության համաձայնագիրը։ Արդեն իսկ կանխատեսելի էր, հատկապես ադրբեջանական եւ թուրքական տարբեր պաշտոնյաների հայտարարություններով, որ այս իշխանությամբ իրենց համար ձևավորվել է պատմական հնարավորություն, ակնհայտ էր, որ իրենք փորձելու են իրենց բոլոր գործողությունները այնպես դասավորել, որպեսզի հայ հասարակության մոտ ձևավորվի պատրանք, որ այս իշխանությունը տանում է տարածաշրջանը դեպի երկարաժամկետ խաղաղության։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդան անցած ամիս հայտնել էր, որ Թուրքիան չի վերսկսի հարաբերությունները Հայաստանի հետ առանց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի։ Ֆիդանի այդ հայտարարությունը արձագանքել էր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, եւ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը, դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Ֆիդանի հայտարարությունը հենց դրա մասին էր, որ կան հստակ նախապայմաններ։ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ իրենց հարաբերությունները կոորդինացվում են Ադրբեջանի հետ։ Իրենք համատեղ ռազմական ծրագիր են իրականացնում Հայաստանի նկատմամբ, պատահական չեմ համարում տեղեկատվական խայծը, որ առաջիկա 6 ամսվա ընթացքում կարող է բացվել Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը, սա եւս այսպես ժեստ է հասարակությանը համոզելու, որ եթե եւս մեկ զիջում անեք, իսկ այդ զիջում իրենք ձևակերպել են, դա Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունն է։ Հատկապես եթե այդ զիջումն էլ անեք, շատ քիչ է մնացել, որ բացվեն սահմանները եւ վերջապես խաղաղություն լինի։ Մի քանի տարի առաջ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարեցին, թե շատ կարճ ժամանակում երկրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար կբացեն հայ-թուրքական սահմանը։ Այս խոստումն էլ մինչև այսօր չի կատարվել։ Քաղաքագետների դիտարկմամբ թուրքական դիվանագիտությունն է այդպիսին, որպես դիվանագիտական ժեստ, այդ երկրի բարձրաստիճան ղեկավարները տալիս են խոստումներ հասարակության մեջ ձևավորելով կարծիք, թե ճանապարհները կբացվեն, առևտուր կլինի եւ հետո քաղաքական այլ նպատակ հետապնդելով այդ խոստումները հնարավորինս թանկ վաճառում են տարբեր երկրներին, այդ թվում Հայաստանին։ Ինչպես արձանագրված է 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակի 3-րդ հանդիպման համատեղ կոմյունիկեում նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Ընդհանուր ընկալմամբ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։ Պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք, նշել է նա։ Բաքուն Սյունիքով ճանապարհը կրկին Զանգեզուրի միջանցք է կոչել։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքը կարևոր դեր կխաղա։ Հաղորդակցության նոր ուղի դառնալով ինչպես միջին միջանցքի, այնպես էլ հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում։ Նրա խոսքով Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է միջազգային տրանսպորտային միջանցքները, ժամանակակից ենթակառույցներ ստեղծում։ Բռնազավթված Արցախում ադրբեջանցիները առ այսօր քարերի հետ են կռիվ տալիս։ Պղծել ու վանդալիզմի են ենթարկել հայկական միջնադարյան մշակութային ժառանգության ամենակարևոր կոթողներից մեկը՝ երից մանկան ձվանքը։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ Սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջ կողմի որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնի վայր ընկած է։ Մշակութային ժառանգության
ժառանգության փորձագետի խոսքով ցանկացած դետալային վնաս լինի խորանի հատվածում, խաչքարի պղծում կամ արձանագրության քերում խախտում է ժառանգության պահպանության հիմնարար սկզբունքները։ Երիտման կանխանքը հանդիսացել է միջնադարյան մատենագրության եւ գրչության, ավետարանների գրչության կենտրոն։ Այս իմաստով նաեւ այն ոչ միայն մեկ կառույց է, այլ եկեղեցական համալիր։ Առհասարակ հուշարձանների ոչնչացումը շարունակվող պատերազմ է։ Պատերազմ է եւ հանցագործություն խաղաղության դեմ։ Մինչև օրս բռնապետը ուղակի հնձում է հայկական հետքը։ Հիմնահատակ ոչնչացրել, հողին է հավասարեցրել 7 եկեղեցի ու բազմաթիվ խաչքարեր։ Ձեռագիրը տարիներ շարունակ նույնն է։ Նպատակը մեկը՝ ջնջել, սրբել հայկականը։ Մշակութային ժառանգության ոչնչացումը ըստ մասնագետների նաև մարդու իրավունքների խախտում է, որովհետև զրկում է ժողովուրդներին իրենց ժառանգության հետ կապ ունենալու իրավունքից։ Կովկասագետն էլ ընդգծում է, թշնամու անհանդուրժողականությունը այնքան է խորացել ու արմատներ գցել, որ շատ դեպքերում նույն հուշարձանը մի քանի անգամ են ենթարկում վանդալիզմի։ Արցախում ունենք հուշարձաններ, որոնց նկատմամբ տասնյակից ավելի վանդալիզմի դեպք է գրանցվում։ Այսինքն ամենափրկիչ եկեղեցին, եթե ցուցակագրենք վանդալիզմի դեպքերը, սկսած 1920 թվականից 50-ի սահմանը անցնում է։ Առաջնային քանդում են այն, ինչի վրա հայագիր արձանագրություն կա, կամ հայկական զարդանախշեր կան։ Եթե խաչքար անգամ ամբողջությամբ չեն ոչնչացում, ջարդում են այն հատվածը, որի վրա կա արձանագրություն, այսինքն թվագրված է տվյալ խաչքարը։ Խոսելով իրավական մեխանիզմների մասին, մշակութային ժառանգության փորձագետը հիշատակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1994 թվականին Ճապոնիայում ընդունած Նարայի փաստաթուղթը իսկության վերաբերյալ, որն ամրագրում է, որ ցանկացած հուշարձան ճգնաժամային իրավիճակներում եւ հակամարտությունների գոտում գտնվելու պայմաններում պետք է պահպանի իր ամբողջականությունն ու իսկությունը։ Այս գործողությունները Հագայի կոնվենցիայով կարող են որակվել որպես միջազգային հանցագործություն։ Այս ամբողջ շղթան մոտենում է ցեղասպանական հայեցակարգին, խաչքար է վնասվել, սա նույնպես խիստ վտանգավոր է միջազգային օրենսդրության տեսանկյունից, որովհետև խաչքարերի դեմ հայկական խաչքարագործության, խաչքարային արվեստի դեմ ցանկացած հարված մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, քանզի 2010 թվականից ի վեր խաչքարային ողջ արվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում եւ համարվում է համամարտկային արժեք։ Մասնագետներն ասում են, մշակութային վանդալիզմի շարունակական այս շղթան հնարավոր է կանխել միայն այն դեպքում, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի տարածաշրջան, արձանագրի ու փաստագրի առկա ժառանգությունը այն վիճակով, ինչպիսին այն կա այսօր, քանի դեռ բռնապետի ձեռքը չի սրբել ամբողջ քրիստոնեական մշակույթը։ Ադրբեջանի նախապայմաններից մեկը Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար մեր երկրի մայր օրենքը փոխելն է։ Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Նիկոլ Փաշինյանին հարցրել են. Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման համատեքստում Հայաստանը պատրաստվում է փոխել իր սահմանադրությունը։ Փաշինյանն էլ հայտնել է, թե հայկական կողմը կարող է ապացուցել, որ Ադրբեջանի նկատմամբ որևիցե տարածքային պահանջ Հայաստանի սահմանադրության մեջ չկա։ Ավելին, Հայաստանում էլ կան որոշ մեկտաբանություններ, որոնց համաձայն տարածքային պահանջներ կան Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ։ Սակայն ինչու մենք առաջ չենք քաշում այդ հարցը, որովհետև խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստում, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում, բոլոր այդ հարցերին անդրադարձ կա։ Այդ համաձայնագրի առաջին հոդվածում դրույթ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ ապագայում։ Փաշինյանի ձևակերպմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո այն կուղարկվի սահմանադրական դատարան։ Եվ եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ այն ամբողջությամբ համապատասխանում է երկրի մայր օրենքին, ապա ըստ Փաշինյանի չի կարող խոչընդոտ լինել այն վավերացնելու առումով։ Մեր սահմանադրության համաձայն այն կստանա բարձրագույն իրավական ուժ մեր երկրում։ Ես հրապարակավ ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Իդեպ քննարկմանը ներկա էր նաև Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը։ Բարիգալուս Գերմանիա, Mr. Prime Minister, welcome to Germany. Փաշինյանին հայերեն ողջունելուց հետո Նասիմ Աղաևը հայտնել է, թե տարածաշրջանում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ, որոնք ըստ ադրբեջանցի դեսպանի դժվար էր պատկերացնել տարիներ առաջ։ The constitution, we hope that will also... Սա ամենակայուն ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք։ Ինչ վերաբերում է վերջին խոչընդոտին կապված սահմանադրության հետ, մենք հույս ունենք, որ դա էլ կվերացվի, որպեսզի կարողանանք պաշտոնապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Our Azerbaijani colleagues
Երբեմն իմ տպավորությունը գիտեք որն է, որ մեր ադրբեջանցի գործընկերները շատ են ուզում, որ մեր սահմանադրությունը ներառի տարածքային պահանջներ Ադրբեջանից, բայց գիտեք, չկան տարածքային պահանջներ, չունենք տարածքային պահանջներ։ We don't have territorial claims. Սյունիքով անցնող Թրամփի ուղու մասին Փաշինյանը հայտնեց, որ Trump Company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում, որը կիրականացնի Թրամփի ուղի նախագիծը։ Build on that. Թրամփի ուղի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը ունեն լիարժեք ներուժ դառնալու միջին միջանցքի կարևոր բաղադրիչ, ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև անխոչնդոտ կապ։ Քննարկմանը մասնակիցներին հետաքրքրել է նաև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։ Փաշինյանը դրա լուծումը կապում է խաղաղության հաստատման հետ։ Հակամարտության մթնոլորտում ըստ Փաշինյանի այդ խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։ Փաշինյանի խոսքով Հայաստանն ընթանում է խաղաղության ամրապնդման ուղղությամբ եւ ըստ նրա ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը։ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, որ Մեղրիի բնակիչներից մեկը Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի եւ մեկ այլ ծառայողի օգնությամբ Իրանից ապօրինի ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների մոտ 74 միլիոն դրամ արժողությամբ 2.6 միլիոն գլանակ ծխախոտ։ Պաշտոնատար անձինք օգտագործել են իրենց լիազորությունները ապահովելու համար Մաքսանենք բեռի անխոչնդոտ տեղափոխումը։ Տրամադրել են զորամասին պատկանող Կամազ բեռնատարը եւ հանձնարարել հենակետի ծառայողներին չխոչնդոտել տեղափոխմանը։ Զորամասի հրամանատարը կալանավորվել է, մյուս ծառայողի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 8 անձի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան Մարտունի Գետապ ճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են վազ մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած սիգ կա։ Վարորդը եւ ուղևորը մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանություն։ Սևանի բաժին, որտեղ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 82 սիգ։ Ապօրինի ձկնորսության հաջորդ դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 7-ին մեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին եւ ստուգման արդյունքում հայտնաբերվել է 154 սիգ։ Նշված դեպքերով կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 1-ը արգելվում է Սևանա լճում զբաղվել ձկնորսությամբ։ Պարեկների տեխնիկական հնարավորություններից էլ է դա գալիս, թե քանի ոգի են, ինչ տեխնիկական հնարավորություններ ունեն, արդյոք անձնակազմը բավարար է նրա համար, որպեսզի ամբողջ այդ Սևանալճի հայլիով, տարածքով իրենք հետևեն, թե ինչա կատարվում։ Սա նաև սոցիալական խնդիր է, եթե մենք պետությունը, կառավարությունը հնարավորություն ստեղծի համայնքներում աշխատանք ունենան եւ իրենց հույսը չդնեն միայն ձկնագողության վրա, ապա խնդիրը ավելի շատ շուտ կլուծվի։ Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ, այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ ամառային անվադողերով երթևեկության դեպքում սահմանվում է 5000 դրամ տուգանք, իսկ այդ ժամանակահատվածում ամառային անվադողերով երթևեկության հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում 20000 դրամ տուգանք։ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,000 դրամ։ Մասնավորապես պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձը աճել է 4.9% եւ դարձել 228,000 դրամ։ Իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 5.2%-ով, դառնալով 320,000 դրամ։ 2025-ի հունվար-հոկտեմբեր ամիսների հուսադրող եւ տրամադրություն բարձրացնող տվյալներն են։ Ձերը չի բարձրանում, քանի որ նման աշխատավարձ չեք ստանում։ Բնական է, միջին աշխատավարձը միջինացված ցուցանիշն է բոլոր աշխատողների ստացածը բաժանած աշխատողների թվի վրա։ Այս հավասարման արդյունքում ստացվող թիվ է։ Ամենամեծ քանակը աշխատողների դա կրթության եւ մեծածախ մանրածախ առևտրի ոլորտների աշխատողներն են։ Կրթության պարագայում միջին աշխատավարձը հոկտեմբերի դրությամբ 170,894 դրամ է, մեծածախ մանրածախ առևտրի պարագայում 227,841 միջինացված աշխատավարձ է։ Այս երկու ոլորտներում է աշխատում Հայաստանում գրանցված աշխատողների մոտ 30%-ը, սակայն ինչպես հասկացաք, այդ մարդկանց միջին աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան Հայաստանի միջին աշխատավարձն է։ Փոխարենը բավականին բարձր է փոքր երկու խմբում ընդգրկված քաղաքացիների աշխատավարձը։ Օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաներում, որտեղ զբաղվածները 36680 են, ընդհանուրի 4.7%-ը նրանց աշխատավարձը 1 միլիոն դրամը գերազանցել է։
Կոպիտ հաշվարկով 10 աշխատողից մեկը ծրագրավորող է, որի աշխատավարձը գուցե աճել եւ դարձել է ամիսը 1.5 միլիոն դրամ։ Մյուս 9-ի աշխատավարձը մնացել է անփոփոխ 200,000 դրամ։ Ըստ այդմ վիճակագրությունը ցույց կտա, որ 10 միջին աշխատավարձն էլ էականորեն աճել է, շնորհիվ մեկ ծրագրավորողի։ Այդուհանդերձ, որպես դրական փոփոխություն, հաճախ նշվում է գնաճ աշխատավարձերի բարձրացում հարաբերակցությունը։ Միջին աշխատավարձը 66.3%-ով ավել է քան 2018 թվականին։ Հիմա պետք է նայենք, թե գնաճը ինչքան է։ Գնաճը 18 թվականի նկատմամբ եղել է 25.3%։ Այսինքն մեր մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40%-ով ավելի է, քան գնաճը, եւ սա էական ցուցանիշ է։ Առաջին անհրաժեշտության բարենամթերքը որքանով է թանկացել։ Իսկ երբ որ մենք ուշադրություն դարձնենք այդ թանկացումներին, ապա դա ոչ թե 20% կլինի եւ ոչ էլ միջին աշխատավարձի 60% կլինի, այլ շատ դեպքերում 100, 200 եւ ավել բարձրացումներ կլինեն։ Գիտության ու կրթության ոլորտի աշխատավարձերի վերաբերյալ նախկինում են հնչել հավաստիացումներ, թե էական աճ է գրանցվել այդ դաշտում, բայց հետագայում պարզվել է, որ նման բարձր աշխատավարձ ստանում են ոչ թե տվյալ հաստիքի բոլոր մասնագետները, այլ կոնկրետ ինստիտուտի կոնկրետ մի քանի մասնագետ։ Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Սյունիքում արոտավայրերը տարեցտարի նվազում են։ Գյուղացիներն ասում են, սա ոչ միայն տնտեսական, այլ նաեւ սոցիալական խնդիր է։ Անասնապահությամբ զբաղվող ընտանիքները կանգնել են լուրջ դժվարությունների առաջ։ Արոտավայրերի կրճատման պատճառները բազմաշերտ են, սկսած բնական պայմաններից մինչեւ վերջին տարիներին ի հայտ եկած անվտանգային եւ ջրային խնդիրները։ Գեղարքունիքի այս լանջերը դեռ մի քանի տարի առաջ հարյուրավոր այծերի ու կովերի արոտատեղի էին։ Այսօր դատարկ են, գյուղացիները պարզաբանում են, փոփոխությունները 3 հիմնական պատճառ ունեն՝ կլիմայական չորացում, ոռոգման ջրի պակաս եւ պատերազմից հետո տարածքների կորուստ, ինչն էլ սահմանափակել է արոտավայրերի հասանելիությունը։ Վախենալու է, էլի անասունը, որ արդեն անցնում է շալախերից այն կողմ, այնտեղ բաց տերել գասի, նա արդեն կողմից, եթե կամերան ֆիքսեց, որ այդ անասունը անցավ, մեր սահմանապահ զորքերը կարող է այդ բերել տա։ Ոռոգման համակարգերը կամ չեն գործում, կամ էլ ջուրը չի հասնում մինչև արոտավայրեր։ Արդյունքում անասուն պահելը դարձել է գրեթե անհնար, ասում են համայնքների բնակիչները։ Մասնագետները նշում են, արոտավայրերի նվազման վրա հատկապես զգալի ազդեցություն է ունեցել 2020-ի պատերազմը։ Սյունիքի մի շարք բարձունքներ ու տարածքներ ըստ էության այսօր մնում են անհասանելի։ Գյուղացիները չեն կարողանում ազատ շարժվել կամ մոտենալ սահմանային արոտավայրերին։ Ռազմական գործոններից բացի վերջին տասնամյակներում հանրապետության արոտավայրերում ուժեղացել է էրոզիան, նվազել արժեքավոր բույսերի քանակը։ Այս ամենը հանգեցնում են նրան, որ բնակչությունն ավելի դժվարությամբ է կարողանում անասուններ պահել, ինչը սպառնում է ավանդական ապրուստի ձևերին։ Ինչ էլ որ կա Հայաստանում, դրանք էլ արդեն դարել են մեր սահմանապահ գոտիներ, որտեղ արոտի դուրս բերել կենտրոնները հնարավոր չի։ Բայց Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն արոտավայրերը, նույն ձևի ավելի վատ ձևով, ավելի արագ տեմպերով պակասել են խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր կենտրոնների քանակները։ Պատերազմից հետո սահմանների նոր գծանշումը շատ համայնքների համար անվտանգության ռիսկեր է առաջացրել։ Նախկինում հասանելի արոտավայրերը այսօր կամ փակ են, կամ էլ գյուղացիներն են վախենում այդ տարածքներ մտնել։ Սա իսկապես մեծ հարված է տարածաշրջանի անասնապահությանը, ասում է գյուղոլորտի փորձագետը։ Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Սյունիքում արոտավայրերի կրճատումը արդեն զգալի տնտեսական հետևանքներ է թողնում։ Գյուղացիները շեշտում են, եթե չլուծվեն ոռոգման ջրի խնդիրները, չվերականգնվեն անվտանգ մուտքերը եւ քայքայված ենթակառուցվածքները, անասնապահությունը հարավային եւ հարավարևելյան մարզերում կարող է լուրջ անկում ապրել։ Դեկտեմբերի 10-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատ քաղաքում։ Գրիբայեդը փողոցում բախվել են ՎԱԶ-2106-ը եւ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված կամազ բեռնատարը։ ՎԱԶ-2106-ի վարորդը տեղում մահացել է, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Դեպքի վայրեն օպերատիվորեն ժամանել նաև Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Արարատի բաժնի պետը, ովքեր պարեկների հետ տեղում ծառայություն են իրականացրել։
Դեկտեմբերի 10-ին մայրաքաղաքում Ռուբինյանց փողոցում բախվել են Տեսլան ու Դոջը, բախման հետևանքով Դոջից յուղի եւ անտիֆրիզի արտահոսք է սկսվել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները, Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ Թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները հատուկ լուծույթներով ճանապարհը մաքրել են։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Եվ ներքին գործերի նախարարի ու ՆԳՆ ոստիկանության պետի հանձնարարականներով բարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված պայքարը օրինախախտ բարորդներին հայտնաբերելու համար։ Ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի բարեկները Երևանում հայտնաբերել են ու վարչական պատասխանատվության են ենթարկել 20-ից ավելի վարորդի։ Նրանք մեքենաները վարել են մքեցված ապակիներով, ամրակապված չեն եղել։ Նաև վարելիս օգտագործել են հեռախոս։ Դիմապակին ու արչևի կողային ապակիները թաղանթապատած վարորդներն էլ պոկել են դրանք։